Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տեսակապի միջոցով զրուցելու եմ վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Պարոն Թումասյան, քարոզարշավի 13-րդ օրն է եւ Սամվել Կարապետյանը ադրբեջանցիների թիվը մեծացրել է 300,000-ից հասցնելով 500,000-ի։ Նախ հասկանանք միջև ընտրություններ արդյոք կարող է այս թիվը փոխվել, օրինակ դառնալ միլիոն ու կես եւ նաեւ հասկանանք թե այն մարդիկ, ովքեր նման մաթեմատիկական հաշվարկներ են անում եւ պարբերաբար պնդում են այդ թեզը, թե 300,000 ադրբեջանցիներ, հիմա արդեն 500,000 ադրբեջանցիներ են գալու, ինչ հույսեր են կապում այդ առաջին հայացքից աբսուրդ թվացող թեզի հետ, այսինքն վախը, սուտը, պոպուլիզմը այլևս կարող են որևէ կերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մարդիկ հավատում են, նկատի ունեմ այդ թեզին, այդ խոսույթին, որը պարբերաբար ամենօրյա ռեժիմով մանտրայի նման կրկնում են։ Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի եւ ուրիշ այդ եռագլուխ պատերազմի կուսակցության օրակարգը համընկնում է Հայաստանի դեմ տարբեր օրակարգներին, որը գոյություն ունի առհասարակ, որովհետև իրանք բերում են հայկական ներքաղաքական դաշտ հենց այն քաղաքական թեզերը, որը վաղուց մերժվել է իշխող կուսակցության քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետի կողմից, եւ դա մերժվել է ոչ թե ներքաղաքական օրակարգում, այլ միջազգային։ Վարչապետ Փաշինյանը ասել է, որ վերադարձների թեմաները Հայաստանը փակ է համարում եւ նույնիսկ առաջարկել է փակել ամբողջությամբ այդ թեման, մենք տեսնում ենք, որ այս ռուսական հիբրիդային պատերազմի գործիքները Հայաստանում փորձում են մի կողմից կրկնել Բաքվից մեկ-մեկ հնչող այդ ուրեմն այսօրվա իրականությանը, այսինքն այդ հակամարտության ավարտի եւ խաղաղության օրակարգի չհամապատասխանող թեզերը, ներքաշել այդ թեզերի մեջ նաեւ իշխանությանը եւ միևնույն ժամանակ հենց այդ ուժերը փորձում են նաեւ Ղարաբաղի հայերի թեմաները ներքաղաքական օրակարգում օգտագործել։ Ես սա համարում եմ շատ լուրջ վտանգավոր Հայաստանի Հանրապետության ընդհանուր միջազգային շահերի համար հաշվի առնելով իրոք տարածաշրջանային իրավիճակը, բայց բացի դրանից ակնհայտորեն սա նաեւ ազդում է հայկական հանրության վրա եւ ազդում է բավականին բացասական վախի մթնոլորտ է ձևավորում եւ այս մարդիկ փորձում են կեղծել իրականությունը, իբրև ներկայացնել, որ իբրև Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան 29743 քառակուսի կիլոմետրը որևէ ձև մի նման կարգավիճակում են գտնվում կամ կարող է գտնվել, սա ուղղակի այն իրողությունը, որը կա փաստացի անկախությունից ի վեր եւ ամրագրված է փաստաթղթերով խեղաթյուրել է, որովհետև բոլորը շատ քաջ տեղյակ էին, որ Ղարաբաղը դա հակամարտություն է, Հայաստանի Հանրապետության տարածքում հակամարտություն չկա եւ որևէ այստեղ այդ թեզերը տարածել, որ իբրև նման ինչ-որ զարգացումներ լինելու, ահա որ մեծ ոչ միայն վտանգ են պարունակում, այլ սուտ տեղեկատվություններ են եւ ես կարծում եմ, որ այս ամենին իրականում ոչ միայն քաղաքական գնահատական պետք է տրվի, բայց առաջերտին քաղաքական մեր հանրության կողմից հունիսի 7-ի ընտրությունների։ Պարոն Թումասյան, երեք նախընտրական այսպես հավելյալ նյարդ առաջացրեց նաև հայտնի տեսանյութը, որ հրապարակվեց համացանցում, որտեղ արցախցիները իրենց բարբառով, այսպես ասած, դիմակներով եւ զենքերով սպառնում էին վարչապետին ոչնչացնել նրան, ասում էին, որ լավ գիտեն, թե որտեղ է նա։ Ընդհանուր առմամբ նախ հասկանանք մի կողմ թողնելով տեսանյութը, բարբառը, հասկանանք նաև այս հայտնի տեսանյութի հեղինակները կամ ճակերտավոր ասած ռեժիսորները ովքեր են եւ ինչ նպատակ էին հետապնդում այդ տեսանյութի համացանցում տեղադրելով, տարածելով, այսինքն նպատակը միայն վաղ տարածելն էր, թե ավելի հեռահար նպատակներ ունեն։ Ես առաջարկում եմ, որ այդ տեսանյութի տրամաբանության ներքո մենք ներքաղաքական օրակարգում դնենք մեկ հարց, որ քաղաքական ուժերը եւ տարբեր անձնավորությունները կտրուկ քննադատում են եւ մերժում են բռնությունը եւ որոնք այդ բռնությունը մերժել հրաժարվում են։ Եվ ես համարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը սա հենց այս հարցը պետք է դնի օրակարգում եւ դրանից հետո բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք չեն մերժի բռնությունը, հաստատի իմ պատկերացումով այդ տեսանյութի հեղինակ են դառնում, որովհետեւ հեղինակ կարող է լինել օտար երկրահատուկ ծառայությունը, բայց եթե այդ քաղաքական ուժերը համահունչ են, համամիտ են այդտեղ հնչած կարծիքների հետ, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27-ը պետք կազմակերպել, ապա իրանք որևէ ձև չեն տարբերվում այդ դիմակավորված ուրեմն
մարդկանցից, ով այդտեղ այդպիսի հայտարարություններ են անում։ Բացի դրանից ես համարում եմ, որ զուգահեռ դրա, որ քաղաքական ուժերը հրաժարվեն, ուրեմն մերժեն բռնությունը եւ սպանությունը ինչպես քաղաքական գործիք, ապա իրանց գործունեությունը առհասարակ պետք է արգելվի Հայաստանի Հանրապետությունը։ Բացի դրանից նաև շատ կարևոր եմ համարում, որ ազգային անվտանգության ծառայությունը ամբողջ հանրապետությունում լայնածավալ խուզարկություններ անցկացնի զենք եւ զինամթերք ապօրի հայտնաբերելու նպատակով, որովհետեւ ես ենթադրում եմ, որ ռուսական ցանցի մի մասը կարող է ունել զենք զինամթերք եւ իրանք պատրաստ չեն իմ պատկերացումով մերժել բռնությունը, զուգահեռ դրա նաև իհարկե ցավոք, բայց ռուսական ռազմակայանից նաև իրենց կարող են մատակարարել զենք զինամթերք։ Ես չեմ բացառում, որ այդ ուժերը կարող են իրոք դիմել բռնությանը, փորձել մահափորձ նույնիսկ կազմակերպել տարբեր անձանց ուղղությամբ, այդ թվում առաջերտին վարչապետ Փաշինյանի։ Ուստի հայկական պետության արձագանքը սրան պետք է լինի կտրուկ եւ շատ հզոր։ Իհարկե ակնհայտ է, որ աշխարհակաղակով սա հետ գրում է հենց Ռուսաստանին եւ Ռուսաստանին Հայաստանում ներքաղաքական գործակալական ցանցին, որի մասին ես հիմա խոսում եմ։ Եվ սա կարող կազմակերպված լինի հենց այդ տարբեր ուժերի միջոցով, իհարկե ենթադրում եմ, որ իրանք Հայաստանում չեն գտնվում, բայց պատշաճ մարմինները նաև իհարկե համոզող որ ջանքեր կպարզեն այդ մարդկանց ինքնությունը եւ լիարժեք պատասխանատվության իրանց ենթարկել։ Զուգահեռ դրա պետք է անպայման ավելացնեմ, որ վարչապետ Փաշինյանի անվտանգությունը, չնայած նրա, որ ինքը շատ ժողովրդավար է, մարդկանց հետ անմիջապես փողոցներում շփվում է եւ այլն, պետք է իր անվտանգությունը լինի պատշաճ ապահոված ամենաբարձր մակարդակով եւ որևէ մեկը նույնիսկ իրան թույլ չտա, որ ենթադրի, որ կարա վարչապետ Փաշինյանի եւ ուրիշ բարձր պաշտոնյաների դեմ որևէ այդպիսի ուրեմն ոտնձգություն կատարի, իհարկե խոսք չի գնում նույնիսկ այդպիսի փորձերի մասին։ Եվս մեկ պետք է հստակ այս հարցը տրվի եւ այս հարցին պետք է քաղաքական դաշտից պատասխաններ հնչան։ Պարոն Թոմասյան, ես ճիշտ հասկացա, որ սա ոչ թե հիփոթետիկ թեզ է կամ տեսանյութ, որով փորձում են վախեցնել, այլ շատ իրատեսական այսպես սցենար, որ որոշ ուժերի, որոշ շրջանակների, նաեւ ինչպես դուք նշեցիք, արտաքին որոշ ուժերի մոտ հստակ կարող է ինչ-որ պահի նաեւ իրականություն դառնալ։ Այո, որովհետև մենք պետք է հասկանանք ձեր հետ միասին անպայման ավելի մեծ պատկերը, թե այս ընտրությունները ինչի հետ կապ ունեն, որովհետև սա զուտ քաղաքացիական պայմանագրի վերընտրվան մասին չէ գործը կամ առհասարակ ներքաղաքական օրակարգների։ Այսօր տարածաշրջանում ձևավորվել է մի առանձնահատուկ իրավիճակ, որտեղ որ Ռուսաստանը կարողացել է իր ազդեցությունը եւ զարգացումները նաեւ ունենալ, բայց այն փաստը, որ Ռուսաստանը այսօր չի վերահսկում Հայաստանը, Ռուսաստանի ձեռքից բաց է թողնում միջին միջանցք կոչված միջազգային ուղի, որը կապում է Չինաստանը եւ Եվրոպան։ Եվ փաստացի այսօր Հայաստանով անցնող տրիպ ծրագիրը խաղաղության օրակարգը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կենտրոնական Ասիա մուտքը եւ ելքը, որը նախատեսված է, տալիս է հնարավորություն, որ այդ ամբողջ մեծ միջազգային լոգիստիկ ուղին լինի ինքնիշխան Հայաստանի իօգուտ եւ Հայաստանը ունենա այդպիսի կարևոր ձայն, որովհետեւ վերահսկելու է այդ միջազգային ուղու կարևոր հատվածը իր տարածքում։ Ռուսաստանը իր գործակալական ցանցի հետ միասին ցանկանում է, որ Հայաստանի փոխարեն Ռուսաստանը վերահսկի այդ ուղին նոյեմբերի 9-րդ կետով, եւ այդ նպատակով Ռուսաստանին պետք է Երևանում նաեւ դրածո իշխանություն վերադարձնել, ինչպիսին եղել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ուստի նույն ուժերն են հիմա ընտրություններում մասնակցում, ավելացրել են ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, որը նույն տրամաբանության մեջ փաստացի ռեբրենդինգ է արել հանրապետական կուսակցությունը, եւ իրանց նպատակն է, որ նորից Ռուսաստանը վերահսկի, որտեղ Ռուսաստանը այսօր շատ բարդ իրավիճակ ունի, դա վերաբերվում է ինչպես ուկրաինական հակամարտության, այդպես էլ Եվրոպայի եւ Արևմուտքի հետ ընդհանուր առումով հարաբերություններին, նաեւ ինչ որ առումով Չինաստանի եւ թուրքական պետությունների հետ հարաբերություններին, Ռուսաստանին պետք է հզոր գործիք ձեռքը ունենա, որ կարողանա իրանց հետ էֆեկտիվ ալու անի։ Եվ հիմա այստեղ հարցը հնչում, հայկական կլինի այս գործիքը եւ լոգիստիկ ուղու վրա վերահսկողությունը Հայաստանի տարածքում, թե կլինի ռուսական։ Ռուսաստանը ցանկանում է, որ լինի Ռուսաստանի վերահսկողության տակ,
այսինքն Մոսկվայում որոշվի եւ իր գործակալական ցանցն էլ ցանկանում է եւ ուզում է դա անել։ Եվ երկրորդ այլընտրանքն է դա ինքնիշխան Հայաստանի Վաշինգտոնի օգոստոսի 8-ի համապատասխան ուժերի առաջերտին խոսք է գնում իհարկե քաղաքացիական պայմանագրի աջակցելը, որի շնորհիվ փաստացի Հայաստանը Ամերիկայի հետ միասին կվերահսկի այդ լոգիստիկ ուղին։ Ուստի այստեղից է գալի, որ իրանք հասկանալով, որ հայ ժողովրդի աջակցությունը չունեն, արդեն պատրաստ են նույնիսկ գնալ բռնության, իսկ բռնությունը մենք մեր պետությունում տեսել ենք հոկտեմբերի 27-ը, երբ փաստացի բռնության հետևանքով Ռոբերտ Քոչարյանին ապօրինի ձևով բերեցին Հայաստանին իշխանություն։ Եվ նորից, եթե որևէ ուժ կա Հայաստանում կամ անձնավորություն, որը հոկտեմբերի 27 եւ նման սցենարների մերժում կամ փորձում է կազմակերպել, մենք հիշում ենք նաև ԱԱԾ-ի կողմից բացահայտված ճակերտներում սրբազան պայքարի այդ հատվածը նաև, որը կար Բագրատ Գալստանյանի եւ Դաշնակցության մի շարք անդամների, ապա իրանք անմիջապես Հայաստանի Հանրապետության պետականության համար սպառնալիք են ներկայացնում եւ պետք է լրջագույն պատասխան լինի դրա վրա պատշաճ անվտանգային մարմինների կողմից։ Պարոն Թոմասյան, նաև հասկանանք, թե ինչ վտանգ կարող է այդ տեսակետից ներկայացնել ռուսական 102-րդ ռազմաբազան, հաշվի առնելով նաև Պետդումայի վերջերս ընդունած այն օրենսդրական նախագիծը, որ ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը կարող է իր ռազմական, այսպես ասած, միջամտությունը ունենալ տարբեր երկրներում իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվում են ամենատարբեր քրեական, այսպես ասած, հետապնդման, որի հետ իրենք համաձայն չեն։ Հասկանանք նախ ինչ միտում ունի այդ օրենքը եւ ինչ ասել է իր քաղաքացիներին օտար երկրներում պաշտպանելու տեսակետից Ռուսաստանը իրավունք ունի նաեւ գործադրել ռազմական, այսպես ասած, ներուժ եւ քանի որ այստեղ 102-րդ ռազմաբազան է, հասկանանք ինչպես կարող է դա ազդել որևէ կերպ ընտրությունների վրա, գիտեք, փաստերի ստուգման հարթակը պարբերաբար նաեւ ահազանգում է այնտեղ զինվորականների վրա եղած ճնշումների մասին, որ ճնշում են, ուղղորդում են ընտրել հստակ ուժի, հստակ անհատի, նաեւ այս առումով ինչ պատկեր կարող է լինել։ Առաջերտին պետք է ասել իհարկե, որ այդ օրենքը, որը Ռուսաստանը ընդունել է, զուգահեռ նրա, որ Ռուսաստանից արդեն հնչում են հայտարարություններ Հայաստանում ընտրությունների լեգիտիմությունը չճանաչել, զուգահեռ դրա հնչում են նաև հայտարարություններ, որ իբրև ուկրաինական սցենարով է Հայաստանը գնում, իսկ հիշեցնեմ, որ դա իրանք Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջման կամ հեղափոխության համար էին մեղադրում եւ ոչ լեգիտիմ համարում իշխանությանը, Ուկրաինա միջև այսօր էլ իհարկե այդ օրենքով, որ իրավունք ունեն ռուսների իրավունքներ պաշտպանել արտասահմանում, եւ մենք օրերս Մարգարիտա Սիմոնյանի կողմից, որը վերջերս պարզվում է ինքը հայ չէ նույնիսկ, ուրեմն որ հայերի իրավունքներ, կներեք, ռուսների իրավունքներ պետք է պաշտպանեն Հայաստանում եւ այդ խնդիրներ կա իբրև այդ թեմայով, սա երբ իրար հետ ամեն ինչ միավորում ես, արդեն հիբրիդային պատերազմի գործիքները դառնում են իրական պատերազմի գործիք, ռուսական ռազմակայանից կա մի քանի վտանգ, առաջի վտանգը, որ այդ ռազմակայանը կարող է զենք զինամթերք մատակարարել ահաբեկչական որևէ խմբավորումներին, որոնք կարող են գործել այն կուսակցություններին կից, որոնք ահաբեկչությունը չեն մերժում, ինչպես միջոց, երկրորդը դա կարող լինի անմիջապես Ռուսաստանի արդեն ներգրավվածությունը, այո, ճակերտներում իրենց քաղաքացիներին պաշտպանելու կամ որևէ այլ գործողությունների համար, ես արդեն այստեղից ուզում եմ զգուշացնել, որ բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն ընտրությունների լեգիտիմությունը հարցի տակ դնել իմ պատկերացումով, Ռուսաստանի այս կողմի բացահայտ վտանգ պարունակող օրակարգի սպասարկող գործակալական ցանց են իրանց ներկայացնելու եւ ես նախորոք եմ տեսել արդեն տարբեր այդպիսի հայտարարություններ, որովհետեւ Ռուսաստանին պետք է լեգիտիմությունը ընտրությունները ապալեգիտիմացնել եւ զուգահեռ դրա հիմքեր ստեղծել նաեւ ուրեմն որևէ ռազմական հեղաշրջման գործընթացների շատ կարեւոր է իհարկե որ գլխավոր շտաբում արդեն իրավիճակը փոխվել է, որովհետեւ մենք հիշում ենք այդտեղից հակասահմանադրական կոչերը երկար տարիներ առաջ, բայց փաստ էր որ կար եւ նաեւ շատ կարեւոր է իհարկե այդ առումով նշել, որ Գյումրիում հատկապես պատշաճ վերահսկողությունը մեծ նշանակություն ունի։ Ի վերջո մենք հիշում ենք Գյումրիի Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի կոչերը ռազմական հեղաշրջման եւ մենք հիշում ենք նաեւ քաղաքապետ Վարդանիկի հայտարարությունները, որ իրանց ապագան Ռուսաստանի հետ են տեսնում, ինքը իր սահմանադրական
լիազորություն դուրս հայտարարություններ էր անում Հայաստանի արտաքին գործերի մասին, ուստի ես կարծում եմ այդ ամեն ինչը պետք է նախորոք հաշվարկվի, կանխվի, որովհետև Ռուսաստանը կարող է այո, ցավոք, հաշվի առնելով ինչ մեծ նշանակություն ունի, որ Հայաստանը վերահսկեն, եւ հաշվի առնելով որ տեղի գործակալները իրանց բացահայտ ասում են, որ իրանք ամեն ձև կօգնեն Ռուսաստանին, կսպասարկեն Ռուսաստանի շահ եւ կհանձնեն Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին նորից, աջակցության դեպքում ես չեմ բացառում, որ Ռուսաստանը եւ տեղի գործակալական ցանցը դիմեն զինված որևէ գործողությունների, ուստի պատշաճ մարմինները պետք է ամեն ինչ անեն, որ թույլ չտան ընտրությունների ապալեգիտիմություն եւ թույլ չտան որևէ, այսպես ասեմ, ուրեմն կլինի դա ռազմական թե ապստամբության ձևաչափով թե կլինի մի խոսքով նույն այդ տրամաբանության անկարգություններ ընտրություններից օրը կամ ընտրություններից հետո։ Պարոն Թոմասյան, քանի որ հիշեցիք այդ Ուկրաինայի հետ զուգահեռ անցկացնելը, երբ Վլադիմիր Պուտինը հիշատակում է տողատակում ուկրաինական փորձը հիշեցնում է, նախ արդյոք տեղին է այդ համեմատությունը Ուկրաինայի հետ եւ երկրորդ դա պարզապես էլի վախեցնելու միտում ունի, թե ուղիղ սպառնալիք է պատերազմի, մի քիչ բարդ է պատկերացնել էլի Հայաստանի վրա հարձակում Ռուսաստանի կողմից, բայց այնուամենայնիվ սա ուղիղ սպառնալիք է պատերազմի, թե պարզապես վախեցնելու միտում։ Առաջի հերթին իհարկե վախեցնելու միտում, որովհետև Ռուսաստանը եւ իր գործակալական ցանցը վախացնում է Հայաստանին պատերազմով, տնտեսական պատերազմով, ուրիշ սպառնալիքներով եւ այլն, բայց ես համարում եմ, որ սա նաեւ ուղիղ պատերազմով սպառնալիք է։ Տարբերությունը նրանում է, որ իհարկե Ուկրաինայի հետ համեմատել Հայաստանը չի կարելի, բայց տարբերությունը նրանում է, որ Հայաստանում շատ ավելի շատ գործակալական ցանց կա, քան Ուկրաինայում, որոնք բավականին ակտիվ Ռուսաստանի օրակարգն են այստեղ տանում եւ այդ ուղղությամբ են փորձել ապալեգիտիմացնել ընտրությունները, փորձել ուրեմն նաեւ այդպիսի հարձակումներ կազմակերպել իշխանության ներկայացուցիչներից սկսած վարչապետ Փաշինյանի, այսինքն իր անձնական անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի եւ Հայաստանը մտցնել քաոսի մեջ։ Նաեւ նույն այդ ուժերը հայկական ազգանուններով կարող են Ռուսաստանի զինված ուժերին հորդորել միջամտել այս գործընթացների մեջ, իրանք նույնիսկ պատրաստ կլինեն, ենթադրում եմ, ներկայացնել ճակերտներում փաստեր, որ իբրև ռուսներին Հայաստանում ճնշում են եւ այլն, այսինքն կապ չունի իրականում հիմքը, պատճառը, գլխավոր իրանց նպատակը պետք է լինի Հայաստանում իշխանությունը զավթելը, որովհետեւ նորից Հայաստանի դերը կարևորությունը այդքան մեծ է հիմա դառել, որ Ռուսաստանի համար դա առաջնահերթություն է դառել, իսկ տեղի գործակալական ցանցը գիտի, որ եթե իրանք ուրեմն բռնի ձևաչափով մի ձև իշխանությունը չզավթեն, հայ ժողովրդի քվեով իրանք երբեք իշխանություն Հայաստանում չեն ստանա, ավելին վերջապես վարչապետ Փաշինյանն արդեն շատ բացահայտ ասում է եւ ես հուսով եմ, որ սա արդեն ոչ միայն խոսքեր են, այլ շատ կոնկրետ քայլեր կլինեն այս առումով, որ այս գործակալական ցանցի հարցը պետք է լուծվի։ Ժողովուրդը իրականում պողպատե մանդատը վաղուց է տվել վարչապետ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին։ Եվ եթե դժգոհություն կա, դժգոհության մեծ մասը վերաբերում է նրան, որ լիարժեք չի իրականացվել, որովհետեւ այդ գործակալական ցանցը այսօր իրան ռուսական գումարների շնորհիվ գլխավոր ընդդիմություն է երկրում համարում եւ ուզում դառնալ նաեւ հիբրիդային հարձակումների, դուք նշեցիք փաստերի ստուգման հարթակը, որտեղ որ այո մենք տեսնում ենք, որ տարբեր գործակալական ցանցերի միջոցով իրանք 10 միլիոն մարդ են դիտել ապատերի կապությունը եւ դրա մերժումը 1 միլիոն, այսինքն իրանք իրականում ազդում են բնակչության վրա տարբեր հիբրիդային գործիքներով, ապատեղեկատվություններով եւ այլն, եւ ես կարծում եմ նույն այդ փաստաթղթերն էլ պետք է հիմք հանդիսանան ազգային անվտանգության ծառայության համար, որ բացահայտեն, թե ով են այդ 17 գործակալները այդտեղ որ նշված են եւ պատշաճ քայլեր լինեն այս ամենը կանխելու նպատակով։ Պարոն Թոմասյան, եւ հակակոռուպցիոն կոմիտեի հերթական բացահայտումները, հրապարակված ձայնագրությունները, որոնցում օլիգարխի աջակիցները կրկին Լոռու մարզի մի շարք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների տան վարձավճարներն են վճարել, այստեղ խոսակցությունների մեջ պարբերաբար խոսվում է ռուսական քարտերի միջոցով փոխանցումներ կատարելու մասին, ինչը արվում է հանցավոր գործողությունները հետքերը քողարկելու համար, եւ նաեւ պարոն Թոմասյան, որքան էլ որ այս հայտնի ուժերը Ռոբերտ Քոչարյանի
Քոչարյանը, օլիգարխի աջակիցները, այսպես ասած, բարբերաբար թմբկահարում են Արցախի թեման, արցախցիների վերադարձի թեման, նույն ձայնագրություններում մենք տեսնում ենք, թե ինչպիսի խոսույթով են հանդես գալիս, բայց եթե մի կողմ թողնենք այդ խոսույթը հայոյախառը, ապա ինչի մասին են այս հրապարակումները հակակոռուպցիոն կոմիտեի, որ այնուամենայնիվ սա համակարգված մոտեցում է եւ իրավապահ համակարգը ինչ եք կարծում կկարողանա արձագանքել բոլոր այդ դեպքերին։ Խնդիրը հենց այդ դրանում է, որ իհարկե ինչքան էլ լավ չաշխատի իրավապահ համակարգը, բոլոր դեպքերը ֆիքսելը անհնար է ֆիզիկապես։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ դա համակարգային այսպիսի կազմակերպված գործընթաց է, կոնկրետ ուժեղ Հայաստանը ընտրել է ընտրությունները գնելու եւ ժողովրդին կաշառելու օրակարգ։ Ընդ որում, այդ համատեքստում ես անպայման պետք է ասեմ, որ ինձ գալիս են տարբեր տեղեկատվություններ, շատ հստակ եւ շատ կոնկրետ, եւ այդ տեղեկատվությունները ես հիմա որ հանրային առումով հնչեցնում եմ, նաև հանրությանը ասում եմ, որ պատշաճ մարմիններին փոխանցում եմ եւ կփոխանցեմ միշտ, որովհետեւ կան տեղեկատվություններ, որ կոնկրետ Վրաստանի Սամցխե Ջավախեթի շրջանում, Ջավախքում փաստացի արդեն քննարկումներ կան, ներկայացում են եւ առաջարկում են մարդկանց, որ պատրաստակամության դեպքում մեկ էլ Հայաստան եւ քվեարկել ուժեղ Հայաստանի համար հազարավոր դոլար են մեկ հոգու համար առաջարկում։ Եվ այո, ես կարող եմ ասեմ, որ իմ քաղաքական գնահատականը սրան այն է, որ այո, Ռուսաստանի համար խոսքին $100 միլիոն հատկացնելը, որ 100,000 ձայն գնեն, որը կարա էականորեն փոխել ընտրությունների արդյունքները, իսկ նույնիսկ էլ ավելի մեծ ծավալի մասին կարող է խոսք գնալ, որովհետև միայն Վրաստանից Ջավախքայության մասին չի խոսքը, Ռուսաստանից 100,000-ավոր մարդիկ իրականում կան ներգրավվել, Ռուսաստանի համար մի քանի $100 միլիոն սրա համար նախատեսել, որ հետո կարողանան հայկական պետության շնորհիվ ինչպես Ռոբերտ Քոչարյանի այդ գույք պատքի դիմաց, Գազպրոմի գինը, որը կա եւ մենաշնոր, այսինքն հետո ժողովրդից մեկը կվերադարձնեն իրանք այդ գումարները, խնդիր չունեն այդ առումով։ Ուստի ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը իրոք եւ իրանց գործակալական ցանցը իրոք շատ լայնածավալ կաշառքի գործընթացներ կազմակերպելու, ուստի ես հորդորում եմ պատշաճ մարմիններին, որ առաջետին շատ ավելի խիստ եւ շատ ավելի ակտիվ գործեն, մյուս կողմից օրակարգում պետք է լինի առասարակ այսպիսի քաղաքական ուժի մասնակցության հարցը։ Չի կարելի թույլ տալ, որ կաշառքով համակարգային զբաղվող ուժը հանգիստ կարողանա մասնակցել ընտրություններում։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ իրանք գիտեն, որ իրանց ապատեղեկատվության, պրոպագանդայի, կեղծ լուրերի միջոցով 20-30%-ից ավել ընդհանուր առումով իրանք ոչ մի կերպ հավաքել չեն կարող եւ տեսնում են, որ քաղաքացիական պայմանագիրը փաստացի սահմանադրական մեծամասնության ստանալու շատ մեծ շանսեր ունի եւ այդ իրավիճակում հիմա իրանք հասկանում են, որ գնել ձայները կարա լինի ամենաէֆեկտիվ հնարավորությունը իրոք ընտրությունների արդյունքները փոխելու համար։ Պարոն Թումասյան, կարծում եք այնուամենայնիվ այս ձայնագրությունները հրապարակված այս գործերը պետք է հիմք դառնան, որ ուժեղ Հայաստանը ուժը դուրս տրվի ընտրական process-ներից, ես ճիշտ հասկացա։ Այո, ես համարում եմ, որ դա անխուսափելի է, որովհետև ծավալը աննախադեպ է եւ արեք անկեղծ լինենք, եթե Հայաստանի Հանրապետությունում այդ մարմինները կարող են շատ էֆեկտիվ ֆիքսել, այն էլ մենք տեսնում ենք ձայնագրություններ, բայց իրանք էլ են չէ հասկանում, որ ձայնագրություններ կարող են լինել եւ օգտագործում են, համոզված եմ, նաեւ ուրիշ միջոցներ իրար հետ շփվելու եւ տեղեկատվություն փոխանցելու, որ ուրեմն կարողանան պահել այդ տեղեկատվությունը թաքուն, բայց նաեւ կա ուրիշ պետությունների տարածք, առաջերտին Հայաստանի, Ռուսաստանի տարածքը, որտեղ որ Հայաստանի պատշաճ մարմինները չեն գործում։ Ուստի դա նշանակում է, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի եւ մնացած մարմինների համար շատ ավելի բարդ, չեմ ասում անհնար, իհարկե, համոզված եմ այնտեղ էլ կֆիքսվի եւ ֆիքսվելու է, ինչպես նաեւ Վրաստանում էլ այստեղ, բայց շատ ավելի բարդ կլինի ֆիքսել այդ գործընթացները։ Ուստի եթե կան իմ պատկերացումով քաղաքական գնահատական եմ տալի, որ կան այդպես բավարար հիմքեր, բայց նաեւ իրավական մարմինները պետք է պատշաճ գնահատական տան, ապա ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ արգելի մասնակցությունը, բացի մեկ խոչընդոտից Վլադիմիր Պուտինը բացահայտ ասաց, որ չխոչընդոտեք ուժեղ Հայաստանի մասնակցությունը,
որովհետև ինքը ճիշտ է չի նշել ուժեղ Հայաստան, բայց բացի Սամվել Կարապետյանից ուրիշ ոչ մի մարդու մասին Վլադիմիր Պուտինը չէր կարող խոսել իր կոնկրետ այդ գնահատականները, որ տվեց, որ ուրեմն Ռուսաստանի քաղաքացի էլ պետք է լինի միևնույն ժամանակ եւ ունենա խնդիրներ ազատազրկման հետ կապված, այսինքն ամեն ինչ բարձ է։ Եվ պարոն Թումասյան, քանի որ ապատեղեկատվության մասով քննարկեցինք, վերջին մեկ թեզին անդրադառնանք, երբ պարբերաբար խոսվում է այդ մասին, որ Ռուսաստանը ամենատարբեր թեզերով փորձում է միջամտել, ազդել, այսպես ասած, ընտրությունների եւ ընտրությունների վերջնարդյունքի վրա, այստեղ խորհրդարանական ընդդիմությունը հատկապես աղաղակում է այն մասին, որ արևմուտքն էլ է փորձում միջամտել, արևմուտքի, այսպես ասած, ներգործությունը իրենք նույնպես միջամտություն են համարում նույն եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, Մակրոնի հայտարարությունը, Վենսի հայտարարությունը, պարբերաբար այս մասին են խոսում, փորձում են հակակշռել, այսպես ասած, Ռուսաստանը արևմուտքով, բայց հետաքրքիր մի հատ դիլեմա կա, որ ուզում եմ հիմա ձեզ հետ քննարկել։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի անունը փորձ է արվում կապել Ադրբեջանի եւ կամ Թուրքիայի հետ, ընդդիմադիր շրջանակները պարբերաբար թմբկահարում են, թե ընտրելով Նիկոլ Փաշինյանին ընտրում եք Իլհամ Ալիևին։ Այսինքն մի դեպքում արևմուտքի միջամտությունը եւ նույն Մակրոնի, այսպես ասած, սատարելը շատ ցավոտ են տանում, բայց միաժամանակ Նիկոլ Փաշինյանին կապում են Ալիևի հետ։ Ինչպես հասկանալ նաև այս մանիպուլյացիաները։ Շատ ճիշտ հարց է եւ ես համարում եմ, որ այդ հարցը կարևոր շատ ուրեմն տեղեկատվություն եւ օրակարգ է նաեւ պարունակում, որը մենք պետք է զարգացնենք եւ այդտեղ շարունակելով ասեմ, որ ստացվում է Դոնալդ Թրամփը, Ջեյ Վենսը, Էմանուել Մակրոնը բոլորը ուզում են ըստ ընդդիմության Ադրբեջանը մեկ իրանց խոսքերն է իշխանության վերընտրել այստեղ ապահովել ըստ իրանց ուզում են իշխանություն ապահովել, որը ըստ իրենց հանձնում է Հայաստանը Ադրբեջանին կամ Թուրքիային եւ այլն։ Ընդ որում մենք հակառակը որ նայում ենք Ամերիկայի քայլերին, Ամերիկան այն արեց Հայաստանում, ինչ մենք ուզում էինք, կանխեց միջանցք, չկա որևէ միջանցք։ Թրիպի փաստաթղթերը թող կարդան, հայերեն էլ կա, անգլերեն էլ կա, ընդ որում օգոստոսի 8-ին էլ եւ հունվարի 14-ին էլ այս տարվա արդեն ստորագրված։ Բաց այդ դրված, այսինքն միջանցք չկա։ Ուզում էինք, որ միջանցք չլինի, միջանցք չկա։ Ուզում էինք, որ Ադրբեջանը ճանաչեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրով հետսովետական սահմանները 29743 քառակուսի կիլոմետրով օգոստոսի 8-ին Ամերիկան դա ապահովեց։ Ֆրանսիան այստեղ գտնվում է, բայց թող մենք նույն մարդիկ տեսնեն, որ մի քանի օր միջև Հայաստան գալը Էմանուել Մակրոնը Կիպրոսում էր, որտեղ որ հայտարարեց, որ ֆրանսիական զորք կուղարկի Կիպրոս, որովհետև լարվածություն կա Թուրքիայի կողմից օկուպացված հյուսիսային Կիպրոսի ուղղությամբ, հետո գնաց Հունաստան եւ Հունաստանում նաեւ կնքեցին պայմանագրեր զենքի մատակարարման եւ այդտեղ Հունաստանը Թուրքիայի հետ խնդիրներ ունի կղզիների եւ ուրեմն տարածքային ջրերի ուղղությամբ եւ Ֆրանսիան ասաց ձեր կողքին ենք եւ հետո եկավ Հայաստան եւ նորից ասում է հայերի կողքին ենք եւ զենքի մատակարարման առումով մենք գիտենք թե ինչ է տեղի ունենում կլինի դա Միստրալ համակարգները, Բաստիոն համակարգները, Ցեզար համակարգները եւ ելի շատ բան ենթադրում եմ, որը կարող է հանրային չի, այսինքն Ֆրանսիան գործնային առումով Հայաստանի պաշտպանությանը աջակցում է, մինչդեռ Ռուսաստանի գործունեությունը գիտեք նաև վարչապետ Փաշինյանին այդ Ղարաբաղյան акցենտով մարդիկ որ մեղադրում են մեկ հարց պետք է այդ նույն համատեքստում հնչեցնել տատիկ պապիկի հուշարձանի մորտ Նիկոլ Փաշինյանի նկարներ թե Վլադիմիր Պուտինի այդ նույն տարբեր մարդիկ որ կազմակերպել էին եւ 2020 թվականի պատերազմից հետո փաստաթղթով, որի տակ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը կար, ով էր ապահովում անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսական խաղաղապահ զորախումբը, ընդ որում վերջերս փաստացի Բաքվից իմացանք, որ այդ զորախումբը նախորդ գիտեր 2023 թվականի սեպտեմբերյան այդ ռազմական գործողությունների մասին եւ որևէ բան չարեց։ Այսինքն այդ մարդիկ ոչ թե Նիկոլ Փաշինյանին պետք է մեղադրեն, այլ եթե մեղադրել են ուզում, ապա կարող են գնալ եւ հենց Վլադիմիր Պուտին մեղադրեն եւ թող ոչ մեկ չհամեմատի այդ առումով Ռուսաստանը այսօրվա եւ իր մոտեցումները Ամերիկայի եւ Ֆրանսիայի եւ Եվրոպայի մոտեցումների հետ, որովհետեւ դա անհամեմատելի են եւ նորից ամփոփելով ասեմ, որ ստացվում է այդ ընդդիմության արևմուտքը փորձում է Հայաստանը
ուրեմն նաև թուրքական ծրագրի մաս դարձնել, որտեղ ես տեսնում եմ նաև ռոպագանդիստները տարբեր տարածում են տեղեկատվություն, որ իբրև Թրիփը Թուրքիայի շահն է սպասարկում կամ Ադրբեջանի, ինչը իրականում նորից ասացի, որ հակառակն է ստացվում, որովհետև Թուրքիայի եւ շահը եւ Ադրբեջանի շահը լրիվ ուրիշ օրակարգ, իրանք ունեն այս միջանցքի օրակարգ, ի վերջո մենք հասանք մեր օրակարգին, Հայաստանի օրակարգներ եւ դրա մասին միշտ պետք է խոսեմ, որ վարչապետ Փաշինյանի մեծագույն ներդրումով որևէ կանխվեց այդպիսի միջանցքային տրամաբանությունը եւ կանխվել է շատ ուրիշ նաեւ հարցեր։ Ուստի այդտեղից ելնելով այդ ընդդիմությունը ստացվում է, որ արևմուտքին մեղադրում է նաև այդ գործընթացների մեջ եւ ստացվում է, որ ըստ իրենց Աղդամում ռուս-թուրքական կենտրոն բացածները եւ Շոյգուի հետ համատեղ փայլուն օպերացիա անցկացրածները դա էլ իրանք է, չէ՞ ասել։ Այդ ուժերը ուրեմն Հայաստանի թրքացում չեն ուզում, իսկ արևմուտքը ըստ իրենց փաստորեն ուզում է, ինչը իհարկե սա ուղղակի անհեթեթություն է եւ սա եւս մեկական ապացուցում է, թե ինչքան անլուրջ են ընդդիմության բոլոր այդ ուրեմն թեզերը։ Եվ վերջում պարոն Թոմասյան, այս ընտրությունները նաև ինքնիշխան պետություն լինելու կամ չլինելու մասին են լինելու։ Իհարկե եւ կամ Երևանն է լինելու աշխարհակաղակական կենտրոն, որի հետ նույն այս ամբողջ հարցերի լոգիստիկ հարցերի շուրջ Երևանի հետ են բանակցելու եւ վերջի տարիներին մենք դրան հասանք, որ Երևանը առանձին խաղացող է, սուբյեկտ է միջազգային ուրեմն հարաբերությունների կամ նորից ինչպես դա եղել է, մեր ժողովուրդը դա գիտի, տեսել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը պետք է գուբերնիայի կարգավիճակում լինի, ընդ որում ոչ թե դե ֆակտո, ինչպես անցյալում, հիմա իրանք դե յուրե են ուզում դա անել։ Բալասանյանի կողմից առաջարկված օրակարգը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանի կազմ կամ միութենական պետք լինի եւ ակնհայտ երևում է, որ այո, սա ինքնիշխանության հարց է, որտեղ Հայաստանը վերջապես դառնում է ինքնիշխան եւ սա շատ կարեւոր է գնահատել եւ այո նորից ժողովուրդը քվեարկելով քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետ Փաշինյանի համար քվեարկում են հանուն Հայաստանի ուրեմն ինքնիշխանությանը, պետականությանը եւ ես հորդորում եմ ժողովրդին, որ անպայման հենց պաշտպանելով ինքնիշխանությունը բոլորը նույնիսկ այն մարդիկ, ով գուցե կարծում են, որ իրանց ձայնը նշանակություն չունի, գնան եւ քվեարկեն անհրաժեշտ է, որովհետև քաղաքացիական պայմանագիրը իմ պատկերացումով պետք է նաև ստանա սահմանադրական մեծամասնություն եւ կարողանանք ի վերջո ուրեմն լրջագույն փոփոխություններով ավարտել հակամարտության դարաշրջանը, մտնել խաղաղության դարաշրջան եւ մեզ պետք է այդ խաղաղության դարաշրջանը նրա համար, որ հայկական պետությունը պետք է ինքնիշխան, հզոր, բարեկեցիկ, հարուստ եւ ռազմական նաեւ առումով զարգացած պետություն դառնա եւ մայիսի 28-ին էլ մեր հայրենակիցները կտեսնեն ինչ մեծ աշխատանք է այդ առումով արվում, ուստի որևէ մեկը եւ ոչ էլ վարչապետ Փաշինյանը պացիֆիստական մոտեցումներ չունի, ուղղակի հավասարակշռված ձևաչափով պետությունը զարգացնելու մասին է, այլ ոչ թե հակամարտության մեջ ներքաշվելու, որ հետո նաև դուրս գան տարբեր մարդիկ, Սամվել Կարապետյանը թե Ռոբերտ Քոչարյանը ասեն ժողովուրդ մենք չենք կարող պահել պետությունը անկախ, ինչպես Ռուբեն Վարդանյանն էր իր ժամանակին ասում, եւ պետք է հիմա Թաթարստանի նման Ռուսաստանի կազմ մտնենք։ Դա է իրենց օրակարգը, դա է իրենց ցանկությունը ցավոք, որովհետեւ իրանք ընդդիմություն չեն։ Հայաստանին նաև պետք է ընդդիմափոխություն, եւ ես նաև համարում եմ շատ կարեւոր, որ առողջ ընդդիմադիր ուժերի համար խոսքին ինչպիսին է հանուն հանրապետության կուսակցությունը իմ պատկերացումով, որը ընդդիմափոխության օրակարգով է ներկայանում, ժողովուրդը նաև քվեարկի, այլ ոչ թե առհասարակ այս գործակալական ցանցի մասին ես ափսոսում եմ անկեղծ ասած, որ մենք այդքան ժամանակ ենք նույնիսկ տրամադրում իրենց եւ հուսով եմ հաջորդ ընտրություններում առհասարակ գործակալների ներկայությունը ներքաղաքական դաշտում այլևս չլինի։ Շնորհակալ եմ պարոն Թոմասյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թոմասյանի հետ։ Կհանդիպենք։